Գյուրջան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Ղազախական ցորենը, այսպես ասած, 4-րդ կարգի է եւ ըստ մասնագետների դա ավելի շատ գործածվում է անասնակեր, այսպես պատրաստելու հարցում, բայց հիշում ենք դա ինչ մեծ աղմուկով էր իշխանությունը դա հարուցում, այսպես ասած, պատահեց որ մենք սոված ենք, հեսա ցորենը հասնում է, որ մենք սոված չմնանք։ Նախ ինչու է այս կարգի ցորենը ուղարկում Ղազախստանը, թե դա էլ է մեզ Տեսեք, այդ առումով չեմ կարող գնահատականներ տամ, թե ինչով է պայմանավորված այդ կարգի ցորենի ներմուծումը Հայաստան, բայց մի քանի կարևոր շեշտադրումներ կա, որ մենք պետք է հասկանանք։ Նախ առաջին հերթին ցորենի ոչ միայն որակը, այլ նաև դրա արժեքն է կարևոր։ Այսինքն ինչ արժեք է նստում նույն ղազախական ցորենի Հայաստան գալը։ Մենք հարցումներ ենք պատրաստել եւ պատրաստում ենք այդ հարցումները ուղարկել պատկան մարմիններին, ես շատ փակագծեր չեմ ուզում բացել, հասկանալու համար ինքնարժեքը ինչքան է։ Որովհետեւ բավականին Այսինքն գուցե էժան են վերցրել, որ ինքնարժեքը բարձր է դրա համար, այսպես բաների փոխադրություն։ Տեսեք, ցորենը, որ արդեն վագոններով գալիս է, այդ ցորենի վագոնները հետ ուղարկվեն, չէ՞, եթե այդ ցորենի վագոնները դատարկ են հետ ուղարկվում, սա ինքնարժեքի վրա լրացուցիչ ավելանում է ինքնարժեքը։ Երկրորդը, տեսեք, այդ բեռները չեն եկել Հայաստանի Հանրապետության տարածք, եկել են Վրաստանի տարածքով։ Այսինքն Վրաստանը որպես տարանցիկ երկիր պետք է հարկեր վճարեն։ Այսինքն գնագոյացումը շատ կարևոր է, այդ գնագոյացումը ինչքան է։ Եվ առաջիկայում մենք կպարզենք, թե իրականում այդ մեկ անգամյա եկած ցորենի իրական պատճառները որն են։ Եվ կա որակի մասին, ասեն դա նույնիսկ անասնակեր է, չի թունակի հիմա գանք որակի։ Դա այդ ցորենը պետք է նախ պարզաբանումները մտցվեն, թե այդ ցորենը իրականում անասնակեր ցորենը, ասում են 4-րդ կարգի է, դա պետք է լրացուցիչ պարզաբանումներ մտցնեն։ Այնինքն կարևոր հանգամանքներ կա, որ պետք է պարզաբանեն, ոչ թե PR ակցիա անեն, ասեն այլևս վերջ դրանով ճանապարհները ապաշրջափակվում են, Հայաստանը արդեն այլընտրանքներ ունի եւ այլ եւ այլ։ Կներեք, նոր փոխնախարարն ասում է, կարևորը ապաշրջափակումն է, ինչ կարևորը թե որ ոնց է ապաշրջափակում, այսինքն այդ տրամաբանությամբ էլի ապաշրջափակում չի։ Ապաշրջափակումը կլներ հետեւյալը, երբ որ կապ չունի ցորեն կամ այլ բեռներ, գար օրինակ Իջևան կայարան։ Ես ուզում եմ ձեզ տեղեկացնել, որ sense ուրճացվում է, ասում եմ, գիտեք ինչ, այդ գծերի հետ կապված, երկաթ գծերի հետ կապված, Ղազախ կայարանի սահմանից մինչև Իջևան կայարան 10 կիլոմետր է։ Ընդամենը 10 կիլոմետր հատվածի հետ կապված է, որի ռեսերը կան, ընդամենը ընթացիկ աշխատանքներ կան, որ այդ աշխատանքները տանելու դեպքում շատ կարճ ժամանակահատվածում հնարավոր է, որ այդ վագոնները գան եւ Իջևան կայարանում բեռնաթափվեն։ Կներեք մի հատ կարևոր բան ասեմ։ Եւ այս պարագայում մենք կարող ենք ասել, որ որոշակի առումով արդյունավետ է եւ ապաշրջափակման տարեր կան, բայց եթե այդ ապրանքները գալիս են եւ Վրաստանով անցնում են, սա բավականին ուռճացված է, եթե մեղմ ասեմ ուռճացված է, իրականում դա մեզ ոչ մի այո, եւ ծախսատար, այսինքն պետք է հաշվի, թե այդ ցորենի ինքնարժեքը ինչ անցնում։ Հիմա ես տարբեր տնտեսվարողների հետ խոսել եմ, այդ տնտեսվարողները հետեւյալ բան են ասում։ Հիմա մենք այդ ապրանքները ստանում ենք ֆուրերի միջոցով, էլի, այսինքն տրանսպորտային միջոցով ենք ստանում։ Եվ այդ տրանսպորտային միջոցով, որ ապրանքները գալիս են, բավականին մրցակցությունը շատ ամրցակցություն է դաշտում եւ այդ ծառայություններ մատուցող կազմակերպությունները այդ մրցակցային մեծ դաշտը որ կա իրենք անընդհատ գինը նվազեցնում են որ իրենք կարողանան այս շուկայում մրցակցել եւ այս առումով ես խնդիրներ չեմ